Լավն է, հեսա այնա։ Ու ինչն է հետաքրքիր, Տիգրան Ավինյանի ներկայացուցիչները թաղապետերն են, այսինքն իր աշկն ու ունքը պիտի լինեն ու ականջը լինեն վարչական շրջաններում ինչա տեղի ունենում, իսկ ասֆալտը, որ որակը վատ են անում, համար մեկ պատասխանատու ոչ թե շինարարն է, այլ իրանց պատվեր տվողն է, վերջում էլ այդ անորակ աշխատանքը ստորագրող ընդունողն է հասկանում եք, ուրիշ ոչ մեկ չի, այդ հեքիաթները որ գնան իրանք իրանց պղպճակի մեջ հավաքվել մի քանի հոգով ու տենց վայելեն, որ իրանք մեղավոր չեն։ Երեկվա գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ըստ էության Ավինյանը հաստատեց, որ առանց միտումի է ասֆալտ արվել նոր վարչական շրջանին եւ ասֆալտի հեղինակը Բալահովիկ 1 ՍՊԸ-ն էր։ Ինչու է այս ամենը շարունակվում եւ նշեց, որ պետք է խստորեն հետևեն այդ ՍՊԸ-ի աշխատանքներին։ Հերթական դեմագոգիան էր Տիգրան Ավինյանի կողմից, ինչի համար ամենայն պատասխանատվությամբ ասում եմ, երբ որ հաղթանակի 40-ամյակի այգին մի ընկերություն, մի անունը կմտաբերես, չեմ կարող մտաբերել, ամենախայտառակ ձևով ուղղակի թքե կպցրել, ինչ Երվանդան է, եթե ճիշտ եմ հիշում, այդ ընկերությունը ամենավատ որակի պրոստը թքում կպցնում թողնում գնում է լքված այգի է դառնում, այդանից հետո այդ ընկերությանը փոխանակ սև ցուցակցել, այդ ընկերությանը տալիս են Դավթաշենի այգի, տալիս են նոր մասիվի վերածնվող այգին են տալիս, վերածնվի այգին, որտեղ Չախոյան Արթուրը գնում է մի հատ մանալիով սաղ այգին քանդում է, հասկանում եք։ Իսկ մեկ ընկերություն, որը որ անորակ աշխատանք է իրականացրել, թիքե կպցրել է, այս մարդուն սև ցուցակ գցելու պարագայում բերում եք առաջի գիծ, կամ Լիլիան Արմ ընկերությունը, որը հայտնի խայտառակ որակի աշխատանքներ իրականացնող է, Երևանյան լճի մեջ քնական գործեր են անսենի այգին, գնացել եմ խաղարապարակներ ցույց եմ տվել, ինչ ողբալի վիճակա, 105 մանկապարտեզը նույն վիճակի, բոլոր գիտեք հայտնի, այդ դրանից հետո 2 միլիոնից ավել փող են տալիս, որ դեպոյի շենքը սարքի։ Հիմա ուզում հասկանամ, որ դեպոյի շենքը ված սարքել, Լիլիան Արմնա մեղավոր, թե Տիգրան Ավինյանը, թե կառավարության նստածներն են մեղավոր։ Իհարկե սրանք են մեղավոր։ Ընկերությունը եթե տեսնում է, որ ինքը կարա թքի կպցնի, չնայած դա էլ բարոյական չի, ամեն մարդ պիտի ունենա իր մեջ բարոյականություն, որ չի կարելի օրինակ մանկապարտեզը վատ որակի սարքել, չի կարելի առանց միտում ասֆալտ անել, հարամություն անել չի կարելի, հալալ քրտինքով փողն է, որ մարդուն կարելի ասել հալալ լինի։ Այդ դեպքում ինչու են միլիարդավոր դրամներ, դոլարներ դժգուրում։ Ես կարող եմ այդտեղ սուբյեկտիվ իմ կարծիքը արտահայտել, որ կա ատկատի մեխանիզմ, կա իրանց ախպեր ծանոթ մեխանիզմ, որ ամեն տարի նույն ասֆալտը անեն, վատ որակի փռեն, նորից փող աշխատեն իրենք։ Ուրիշ բացատրություն, տրամաբանական բացատրություն չկա։ Եթե դու ինչ-որ անձնական շահագրգռվածություն չունես, ինչի համար չես հետևում որակին։ Ի՞նչն է պատճառը։ Դու տան բացատրություն, ի՞նչն է պատճառը։ Չկա։ Զգուշացում է արդեն տվել, որ հետևեն։ Այսինքն մի տարի, տարի ու կես, երբ որ մենք խոսում ենք կա այդ խնդիրը դեմն առեք, բան արեք, դա նախազգուշացում չէ։ Բավականին գործառույթ ինչ է, գնում վերահսկում են քաղաքապետի գործառույթներն, ասում են քաղաքապետ, դու խնդիր ես աշխատում, դու վատ ես աշխատում, դու տեղում չես ընկել։ Ծիծեռնակաբերդի խճուղին սուտ չասեմ 20 անգամ գործակարգավարական նիստին ասում են ապրիլին բացվում, մայիսին բացվում, հունիսին բացվում է ժամանակ բացվում, ասում են ընկեր սուտ ես խոսում, չկա։ Այդքան թուքումր որ ես արեցի իմ շնորհիվ այդ ճանապարհը վերջապես բացվեց, սկսեցին աշխատել։ Դե նույնը Աջափնյակի մետրոյի մասին է խոսում։ Աջափնյակի մետրոն ժողովուրդ ջան չի լինելու։ Հիմի ամենայն պատասխանատվությամբ բացատրեմ ինչի համար չի լինելու։ Տեսեք, ինչ տեղի ունեցավ։ Ում որ պատվիրել էին այս նախագիծը, այս ընկերությունը իմ ունեցած ինֆորմացիայով աշխատանքային փաթեթը չի տվել։ Որպեսզի ավելի པարզ իմանաք, ինքը չի տվել, որ օրինակի համար այդ նախագծի ընթացքում օգտագործվել է 10 խոհանոց մետր բետոն, օգտագործվել է արմատուր, այս չափի, չի տվել այս մարդը։ Իրանք փողը տվել են նախագծողին։ Մի չգիտեմ նախագծողն է գցում, թե իրանք են դիլետանտ։ Դրա արդյունքում հարուցվել է քրեական գործ։ Միջև այս քրեական գործը չավարտվի ժողովուրդ, մեկին չդատեն, այս չանեն, մի երկու տարի այդ գործը կքննեն, մի երկու տարի դատարան կգնան, 5 տարի հետո այդ իրանք ասեն պրծել են։ Մի գան տեսենք Աջափնյակի մետրոն ինչ են անում, չի լինելու։ Հետո մի հատ բարձ բան կա, հաշվարկ կա ժողովուրդ։ Մեզ մնացել է ընդամենը 1000 մետր մետրոն ավարտելու համար, որի մի մասը սովետի ժամանակ սարքված է եղել։ Դրա համար իրանք հատկացնում են, ուզում են հատկացնել 250 միլիոն դոլար։ Բայց օրինակի համար չինական BYD ընկերության Skyrail պրոյեկտը, որ կա Վերգետնյա մետրոն, որ գնում է, 1 կիլոմետրի արժեքը 15 միլիոն դոլար է նստում։ Եթե իրանք մի փոքր ունենան տրամաբանություն, Չարբախի կողմից իրանք կարող են գալ եւ Բանգլադեշը, Մալայզիա եւ Աջափնյակը հասնել ամբողջությամբ, ծախսեն դա մաքսիմում կնի 4-5 կիլոմետր։ Իսկ այս մարդկանց մոտիվացիան ո՞րն է։
Ո՞րն է այս մարդկանց մոտիվացիան, որ իրանք կպել են աջափնյակի մետրո աջափնյակ, ինչքան պետք է սուտ խոսան իրան։ Այդ իրանք ստերի սահման չկա։ Նորից ասում եմ ամենայն պատասխանատվությամբ, սիրելի հայրենակիցներ, իրանք ստախոսեն աջափնյակի մետրո չի լինելու։ Մոտակա առնվազն իրանք եթե լինեն, ընդհանրապես չի լինելու, բայց այդ պրոյեկտը իրականանալի չի։ Իսկ քրեական գործը իմ կարծիքով հատուկ կեղծ իրանք սարքեցին, որ ասեն քրեական գործը հարուցած համար չեն սարքում մետրոն, կներեք էլի։ Այնտեղ մեկը մի չփողա գողացել կամ չգիտեմ ինչ արել, всё, միշտ այդ գործը չպրսի, մենք գործը չենք շարունակում։ Նաև կցանկանայի անդրադառնալ